Բարև ձեզ սիրելի մարդիկ, ոնց եք, ինչ կա չկա, այս շաբաթ ապրիլի 14-ին հյուրընկալվել ենք իմ սրտի մարզ, Արարատ, Արտաշատ համայնք, Դեղցուտ բնակավայր։ Սիրելիներս այսօր կծանոթանանք տեղի բնակիչների հետ և կհասկանանք, թե ինչ արժեքներ են փոխանցում սերնդեսերունդ այստեղ։ Սիրելի դեղցուցիներ, եթե ուզում եք ձեր տանը ունենալ գերարագ, կայուն, մատչելի, հարմար ինտերնետ, ապա զանգահարեք F-Net Telecom 8988 հեռախոսահամարով։ Հաղորդաշարի գործընկերն է Emil Farm դեղատների ցանցը։ Շտաբ դեղորայգեթե պետք է զանգահարեք նշված հեռախոսահամարով և կանեն առաքում։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, գյուղի բնակիչների նախնիները այստեղ են տեղափոխվել 1915-1916 թվականներին Արևմտյան Հայաստանից, Վանից, Մուշից, Էրզրումից, Սարիղամիշից, ինչու՞ չէ նաև Պարսկաստանից։ Հայ մեծանուն գրող Հովհաննես Շիրազը 1967 թվականին շրջելիս է եղել Արարատյան դաշտով և տեսնելով այս չքնաղ բնակավայրը վերանվանել է Դեղցուտ։ Ինչու Դեղցուտ, որովհետև այստեղ դեղցը շատ է լինում։ Բարև ձեզ։ Հազար բարի։ Ինչպե՞ս եք։ Ոչինչ, կամաց։ Եկեք ծանոթանանք իրար հետ։ Խոսք չկա։ Ես ապրում եմ Թալինի ռայոն։ Այս 22 տարի է ես Հայաստանից դուրս եմ ապրում։ Որտեղ եք ապրում։ Ռուսաստանում։ Սարատովի օբլաստ։ Ես քույրս հիվանդ է, մեկը Արուջում է ապրում, մեծ քույրս նայել է հիվանդ, ես Դեղցուտի քույրս էլ է հիվանդ, ես եկել եմ իրանց տեսակցության։ Ձեր անուն ինչ է։ Օզման Հասանյան։ Օզման Հասանյան, ազգությամբ հայ եք։ Եզդի եմ։ Եզդի եք, օ։ Բայց հայերը մեր մեծ եղբայրներ են։ Այո, իհարկե։ Ուր էլ գնանք, ուր էլ գանք, բայց թե երգիրը մնում է երգիր։ Իմ պապին Հայաստանի ծնունդն է։ Պապին Հայաստանի ծնունդն է։ Դե ուզած չուզած մեր երգիրն է համատեղ հայության հետ։ Դեղցուտ գյուղի օդը, թարմությունը ձեզ դուր եկել է։ Այդ օդու եղանակը, որ Հայաստանումն է, ինչքան գիտեմ ուրիշ տեղ չկա։ Անդեղ մնում է մենակ ժողովրդի մեջ համերաշխություն լինի և երկար տարիների խաղաղություն։ Պարոն Օզման, կարող եք ձեր լեզվով ողջունել և ամենայն բարիք մաղթել Եզդի բարեկամներին ձեր։ Ezt խոզım Ermenistan'ı emri aza, baş, temiz, sağlam ve ki cemaat hev hezbike. Tabaka cemaati yekbe, beri başı da hana kalkimi da tabaka izdiya fırlat hev evdu hebiye ve sacı hebe hatta kutabına emri benda li çık ve ki dimine bona ve ki ez naga benelüye Ermenistan'ı ninim ev nay hesab ve ki ez Ermenistan'ı haznakım. Ez Ermenistan'ı hazdıkım ça cebuyna min kalbavim birahat nahat kirne çaqas xaliya Ermeniya çend serefi veci xaliya meye. İnçkan hayutyan hoğna mikani togos ne boğna. Տեսեք, Դեղցուտի սկզբնամասում կառուցում են մանկապարտեզ 3 գյուղերի համար։ Այստեղ հաճախելու են Դեղցուտի, Մրգանուշի և Կանաչուտի փոքրիկները։ Ասում են, որ մայիսին շինարարությունը կմոտենա ավարտին։ Շատ ուրախ եմ այդ առիթով։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ում հետ պատիվ ունեմ զրուցելու։ Արմենի, Դեղցուտի բնակիչ Արմեն Սիմոնյան։ Ուրախ եմ շատ։ Ես Արևիկն եմ։ Ուրախ եմ։
Շատ գյուղերում ենք եղել այս ընթացքում 3 տարվա մեջ, շատ էին մեզ ասում երբ եք դեղցուտ գալու։ Այսօր որոշեցինք այցելել ձեզ։ Ճիշտ եք արել։ Ինչ կա, չկա, ինչ հուզող հարցեր կան։ Հուզող հարցեր, տենց որ ասեք, ես ինչ հարցեր չկա։ Մենակ մի քիչ լույսի հոսանքի խնդիրն է, որ տատանումները շատ ահավոր մեծ է, էլի, ասիկ տեխնիկայի վրա է ազդում։ Էտա։ Մեկ էլ խմելու ջուրը, որ ասենք ժամանակով են տալիս, առավոտ ժամի 9-ին տալիս են, ամառվա ընթացքում ժամի 3-ին, 4-ին, 5 դաժե, ասենք դες կտրում են, էլի։ Դե գնում ենք դաշ գալիս եք, այնց հաստատվում որ ջուրը ջուր չես ունենում։ Պետք է հավաքած ջուր ունենաք։ Դե ասենք հոր, ունեցա որ դե հորի ջուրն էլ ամեն անգամ չես կարող խմես, դե հորի ջուրը խմել ոնց կլինի։ Իսկ ինչ մնում է առօրյան մեր հողագործությունն է, ծառապտուղա, բանջարեղենա, մնացածը տենց էլի ասենք ոնց որ ուրիշ տեղեր։ Սիրուն ասֆալտապատ ճանապարհներ ունեք։ Ամբողջ գյուղի տարածքն է ասֆալտապատած։ Համայրա։ Կարելի ասել 70-60% ասֆալտապատ է։ Այ որ ասում եք լույսը շուտ-շուտ է անջատվում, այսինքն Անջատել չի անջատվում, ինքը թարթում է, էլի, ասենք ինքը հաճախականություն է, որ ասենք կսկում թողում այդ ձև, էլի, ասենք այնց ա եղել, դաժե որ մրգի խալաձանիկ մարդիկ ունեն, չեն կարողացել միացնել։ Ասենք այդ հոսանքը չի եկել։ թույլ է հոսանքը։ Ամբողջ գյուղի տարածքում։ Դες փողոց է, էլի, սենց այս կենտրոնական փողոցը մինչև երևի գյուղամեջ տենց։ Կամոյի փողոցն է սա։ Այո։ Ուրեմն եկեք խնդրենք, որ Կամոյի փողոցին ուշադրություն դարձնեն ու Խնդրենք, մենք դաժե այնց ա եղել, որ մրգի տերերը, խալաձանիկի տերերը դաժե դիմում են գրե, բանում էլեկտրոցանց, բան ասել գնայինք, բայց այս ինչքան նոյեմբեր հոկտեմբեր անցվալից մինչև այսօր ոչ մի ձևի պատասխան չկա։ հուսամ մեր հաղորդումը նայելուց հետո անպայման կարձագանքեն։ Ես էլ եմ հուսով, ես ու կասեմ, որ դա մեծ խնդիր է, էլի, ասենք գյուղացու օրինակ մեր համար, դա մեծ խնդիր է, որովհետև դե ասենք այնցա որ տեխնիկան ունեն, դոմենակ չի, որ մենակ մրգի խալաձանիկն է կամ եսի միջն է։ Եթե մի բան փչացավ, ասենք էլեկտրոցանցով մեզ չի փոխհատուցել դրան։ Ընկեր Արմեն։ Պրոստը Արմեն։ Ուղղակի Արմեն։ Ինչ մասնագիտության տեր եք։ Ես աշխատում եմ Նասոսնիում ոռոգման ջրերի վրա, էլ մեխանիկ, տենց է։ Իսկ դեղցուտ գյուղի բնակիչները ոռոգման ջրից շատ են դժգոհում ամառվա սեզոնին։ Այնցա որ մենք գետից օգտվում ենք, հետո կանալից ենք օգտվում։ Ջուրը մեր մոտ նորմալ է։ Ոռոգման հետ կապված խնդիր չկա։ Խնդիր չունենք, մենակ գումարը մուծիկ ու ջուրն արա։ Շատ լավ է։ Իսկ ընդհանրապես կյանքը հետաքրքիր է անցնում ձեզ համար այստեղ։ Դե գյուղացու կյանքը միշտ էլ հետաքրքիր է, էլի, գնում ես քո աշխատանքով, քո հողերով, գալիս ես տուն իրիկունը հոգնած, պարկում քնում կամ հելնում ենք գյուղամեջ, բան սադ ունենք, հավաքվում ենք, մի քիչ նստում զրուցում, կարդ խաղում նարդի։ Բայց ինչ հավես է, տները էսպես իրար կպած։ Տարբերում եք որում տունն է։ Ոչ չէ։ 51 տարի այս գյուղում ապրում եմ, ես չեմ տալի։ Իսկ ո՞նց է ձեր շփումը հարևանների հետ։ Շատ նորմալ, շատ։ Ասենք ոնց որ մի ընտանիք, տես Օրինակ կարելի է։ կա հարևան, որի հետ կռված եք։ Չէ։ Շատ լավ է։ Ապրեք դուք։ Դուք էլ ապրեք։ Մենք էլ գնանք շրջենք էլի բնակիչների հետ ծանոթանանք, գնանք դպրոց։ Տեսնենք ընդհանրապես ինչ կա չկա դեղցուտում։ Ձեր գործերն էլ հաջողություն։ Շնորհակալ ենք շատ։ Տիկին Անյա, Ասա, ինչպե՞ս եք։ շատ լավ։ Ինչ կա չկա։ Գրագետ երեխեք ունեմ, 3 աղջիկն էլ կարմիր դիպլոմով են ավարտել, տղա մաթեմատիկա դասավանդում, Երևան 3-րդ աղջիկս կենտրոնացած դպրոցում մաթեմատիկա դասավանդում, բոլորը ավարտած են։ Տիկին Անյա, դուք որտեղից եք։ Ես Հադրութ քաղաքից եմ։ Արցախից եք արմատները։ Արցախից, սովորել եմ Բաքու, դպրոցը ավարտել եմ Հադրութում, Բաքու ինստիտուտը 5 տարի սովորել եմ մասնագիտության մաթեմատիկա և ֆիզիկա, դասավանդել եմ այստեղ երկար տարիներ։ Մի րոպե, բա ոնց եղավ, որ Հադրութից տեղափոխվեցիք Դեղցուտ։ Հադրութի
դատավորը եղել է իմ տեքերս։ Միջամտել է, որ իմ ամուսինը ինձ ուզի։ Այդ Իմ ո՞նց։ ամուսինը բանի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից է եղել։ Բավականին գրագետ ավարտել է именно խնդովը ռուսկի язык и литература։ Գեղեցիկ լավ մարդ, սղ աշխատել է ուսմասվար, ժողովրդի իրան են հարգել, ինքը ժողովրդին։ Մի րոպե, ձեր տեքրը այնպես արեց, որ ձեր ամուսինը ձեզ ուզի։ Տեքրս կանչեց իրան, որ այստեղ մի լավ աղջիկ կա, Բաքու է սովորում, գնա տես։ Քանի տարեկան եք այդ ժամանակ։ Դե 19 տարեկան, 20 տարեկանում ինձ ամուսնացրին։ Հա։ Ծնվեց, Բաքու ծնվեց մեծ աղջիկս, իմերը պահեց, իմերը մնաց ինձ հետ, ստղը թաղել եմ։ Հիմա այնքան գոհ եմ, որ իմ մոր գերեզմանը ստղա, ոչ թե հադրութա, որովհետև հայրս, աղբերս, սաղ քարուքանդենար է, գերեզման չկա այնտեղ հադրութում։ Ձեզ ամուսնացրին։ Իսկ սիրելով ամուսնացաք, թե Չէ, ես լավ մարդի եմ գնացել։ Սիրել եք։ Շատ գեղեցիկ, շնորհքով։ Հասմիկ, մի հատ մեր նկարվեր, այնտեղ նկարվեր ինքը շատ լավ մարդ է եղել, շատ շուտ մահացավ։ Այսինքն, ինչ ասեմ, 4 երեխա ծնվեց, 3 աղջիկ եմ բերել, վերջում է տղա։ Էս իմ ամուսինն է, բավականին դիրքով գեղեցիկ տեսնենք։ մարդ է եղել, շատ գեղեցիկ մարդ է եղել։ Անունը ի՞նչ է։ Հրանտ, Հրանտ, այո։ ահա։ Հրանտը եւ Թորոնս անունը տրել եմ Հրանտ։ գեղեցիկ զույգ եք։ Լավն եք եղել։ Այստեղ քանի տարեկան եք։ Էդը ես 20 տարեկանում ամուսնացել եմ։ Իսկ ես մեծ նկար է, ես հատեն 4 երեխա ունեի, որ նկարվել եմ։ Հա։ Հատեն 4 երեխա ունեի։ Բայց շատ սիրուն եք, ամբողջապես բնական։ Ոչ մի արհեստական միջամտություն չկա։ Դուք այս դպրոցում եք դասավանդել։ Երկար տարի, մինչև 75 տարեկանս աշխատել եմ, էլի էի ուզում աշխատել։ Ասում մինչև քանի տարեկան աշխատեցի։ 75։ Հայո, ճիշտ եմ ասում, մինչև 75 տնօրենը եղել է իմ աշակերտուին։ Բա ինքեր անյա, երբ ես գնում թոշակի։ Վայ, ասեցի ես խանգարում եմ քեզ։ Հա։ Վերջը 75 տարեկանում դուրս եմ եկել։ Հիմա ես տանում եմ փառքաստված այդ 85,000 թոշակ։ Դասղեկական դասարաններ ունեցել եք, որ դասղեկ լինեք, Միշտ էլի։ դասղեկ եմ եղել։ Ահա։ Այդ դասարանները, որ 4 դասարանից ես դաս եմ տվել, այդ դասղեկ եմ եղել, կապված եք իրար հետ։ Իմ ծնունդին, իմ ամեն ինչին։ Քիֆ են կազմակերպում, իսկ կանչում են, գոհ եմ, այդ գյուղից շատ գոհ եմ։ Աշակերտները ձեզ սիրում են, էլի։ Հա, բա գյուղապետը իմ աշակերտն է եղել։ Այնց է ինձ հարգում, ամեն հարցում։ Եթե գյուղապետարանը մի գործ է կազմակերպում, ընկերանյա արի, որ ոչ մի բան չկա, մի նվեր իրան փողով, առնվատ են ցերքից։ Ամեն առիթի ժամանակ։ Լավ մարդ է, լավ տղա է։ Իմ աշակերտն է, դասկրակությունն է ստացել, հարավոր չի վատը Եվ լինի։ ինքն է, առաջին նստարանի նստած է եղել, Յուրիկը մեկ էլ իրան կինը։ Հիմա իրան կնգան ասում եմ, դուք են նստարանից իրար սիրել եք, են կիրանյա չէ, դու ասում ես լուսում եմ, պիտի եք անում։ Ասում ես լուսում եմ, դուք պիտի եք անում իրար հետ։ Իմիջալոս լավ ղեկավարում է գյուղը, շատ։ Տիկին Անյա, իսկ դեղցուցիների հետ շփումը ինչպես է։ Լավ մարդիկ է։ Օրինակ մեր հարևանը Եզդիա մեկ մի ընտանիք եք, Եզդիա, բայց ամեն հարցում ինքը մեծ հետ է, մենք իրան հետ ենք։ Լավ են, շողորդ լավ են։ Լինում է, որ միասնական հավաքվեք, սուրճ խմեք, թաղամասում նստեք, զրույց անեք, հա։ Հա, գիտես ինչ է կազմակերպված։ Ասեք մի հարազատ մեկի կամ մայրն է մահացել, կամ վերջապես դեպքա պատահ մահացած։ Մենք այս ռիադը միջև գյուղապետի տնից էլ մի քիչ ներքև, այս հետ սկսած միջև ներքև, բոլոր կանայք հավաքվում ենք։ Գնում եք այդ ընտանիքը, ես որպես ղեկավար վերև եմ նստում ու հացկերությունը գցում եմ, մեկ էլ փող եք հավաքում կնանիքով, փողը տինում եք ես զոհվածի ընտանիքին եք տալիս, ես ելույթ եմ անում, ցավակցում եմ, խոսում եմ, ասում եմ, հարգում են, ես տանում եմ վերև նստեցնում։ Հիմա կդառնա քանի տարեկան Տիկին Անյա։ Հուլիսի 29-ին
Իմ աշակերտներն էլ գիտի։ 90 տարեկան եմ տան։ Բոլորում է ձեր 90-ամյակը։ Ես 36 թվականին եմ։ Ինչպես տեսնում եմ, ձեր հարսի հետ լավ շփում Հա, ունի։ մի տղա ունեմ մի հարսը, բայց ես նրան պաս թողել։ Չէ, իմ բալանը ինչ տարբերից։ Ինքը շատ լավ աղջիկ է։ Շատ լավ է, ես դա միանգամից նկատեցի։ Հա, անող, թողող, տնող, հա։ Այն որ երբ կանչում եք Հասմիկ, Հասմիկը Վազելոկյան։ զինվորի նման ներկա։ Ասեք։ Հրամանատար։ Տիկին Անյա, ձեր վախտը բերել լավ, տեսեք։ Առավոտյան արթնանում եք, այստեղ նստում եք, նայում եք դպրոցին։ Հա։ Ու երբեք ձեր աչքը դպրոցից հեռու չի, միշտ դպրոցի հետ եք։ Մեր տնօրենը ասма քո մասին լավ եմ լսել։ Ինքեր Անյա, արի մի 2 ժամ տեստո։ Ասեցի ամոթ ինձ տանեցին տեղ կանգնել թե ինչ է տեստով, չէ։ 90 տարեկան։ Բայց հիշում եք այդ ամեն ինչը։ Հա, ո՞չ։ Ամբողջ մաթեմատիկան հիշում եք։ Գիրքը դիր առաջ չսակ լուծել։ Եղել է Ոչ մի բան չեմ մոռացել։ Եղել է որ երեխաները թաքուն գան, ասեն տիկին Անյա, ստուգողական են գրում օգնեք, ես խնդիրը լուծենք էլի, արագ։ Հա? Գան ձեն տան էստեղից։ Դե չեմ ուզում ասեմ, լինում է բավոն։ Լինում է։ Ասում եք, որ դուք շատ մեդալներ ունեք, հա? Շատ։ Հետո ոչինչ, մի առանձին օր կգանք, ցույց կտակ։ Եղավ։ Հիմա գնանք դպրոց, ձեր գոված տնորենի հետ ծանոթանանք։ Ապրես, գնացեք։ Ասելու եմ Տիկին Անյան ձեզ այնքան գոված, որ եկամ ձամ ծանոթանամ։ Ճիշտ եմ ասում։ Ուրեմն 2022 թվականին Արարատ TV կազմով մենք եկել ենք եւ տեսել ենք, թե ինչպես է շինարարությունը ընթանում։ Այդ ժամանակ հիշում եմ աշակերտները ուսումնական process անց էին կացնում Դեղցուտի մշակույթի տանը։ Այնքան հետաքրքիր էր չեք պատկերացնի։ Մշակույթի տան մի սենյակում վարակույրներով առանձնացրել էին ու դասասենյակները էին բաժանել, այդպես առանց իրար խանգարելու դասապրոցեսը անց էին կացնում։ Որովհետև չէին ուզում երեխաներին տեղափոխել, այլ գյուղերի դպրոցներ տանել, դժվարություն դա կլիներ նրանց համար։ Այդպես անցկացրեցին մի քանի տարի, մինչև դպրոցը վերջնական պատրաստվեց։ Շնորհակալություն ենք հայտնում, որ Դեղցուտի երեխաները այժմ հաճախում են բարեկարգ դպրոց, գերհագեցած թե տեխնիկայով, թե կահույքով, ամեն ինչով առանձնանում է այս դպրոցը մնացած Հայաստանի այլ դպրոցներից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Լավ եք, դուք ինչպես եք։ Լավ, ինչ կա, չկա։ Ոչ մի բան։ Կյանքը ո՞նց է անցնում Դեղցուտում։ Շատ լավ։ Ահա, ես ուրախ եմ, որ շատ լավ անցնում։ Իդեպ ձեր ժպիտներից իմ տրամադրությունը բարձրացավ, ապրեք, միշտ այսպես ժպտացեք, սեր տարածեք, երեխեք ջան, բայց ցուրտ է, դու կմրսես կսառես։ Չէ, սովոր եմ։ Ես կիրակյարն եմ ֆուտբոլի մրցումների շորտիկով։ Երկրորդ ենք զբաղվում։ Հա։ Տեղը միակ աղջիկը ես էի։ Օ, իսկ ձեր գյուղը ո՞ր գյուղի հետ է մրցել։ Մրգավանի, բայց բոլոր դպրոցների եւ գյուղերի հետ մրցեցինք, փոքր գյուղով երկրորդ տեղը գրավեցինք։ Ապրեք, առաջին տեղում ո՞ր գյուղն էր։ Մրգավան մրցանց հետ 2 անգամ խաղացինք, նրանք առաջին անգամ որ խաղացինք գրեցին, բայց մի հնարավորություն է տվեցին ու էլի պարտվեցինք վերջում, բայց երկրորդ տեղը գրավեցինք։ Մրգավանը հաղթեց։ Այսինքն Արտաշատի բոլոր գյուղերը մրցման մասնակցել են ֆուտբոլի։ Շատ լավ, սպորտը պետքա զարգացնենք։ Բայց սպորտերից է լավ։ Հա, դու կարատեից էլ լավ կլինես։ Կարատեից։ Բարբա, կարատե։ Հա, բարբայի գնում ես։ Չէր գնում, բայց կարակցի։ Կարողցեմ ուզում։ Ապրես։ Իսկ մեր հայ ըմբիշներից ում ես ճանաչում։ Իշտերից։ Հա։ Ասա Արսեն Արությունյանի։ Արսեն Արությունյանի։ Արման Արման։ Սարուկյանին։ Չէ, ինքը ըմբիշ չի։
Ինքը MMA-ի ոլորտում է, չէ՞ առաջատար։ Շատ է սիրում։ Իսկ մեր ըմբիշներից գիտես Արարատի մարզում ինչքան ըմբիշներ ունենք։ Մեկը Արսեն Հարությունյանը, մեկը Վազգեն Թևանյանը Փոքրվեդից, հետո Արման Անդրեասյանը Մղչանից։ Հուսամ դու էլ ֆուտբոլի բնագավառում Հայաստանի դրոշը միշտ բարձր կպայես, այս պարագայում դեղցուտի։ Դուք դրոշ ունեք երեխեք, գյուղին վերաբերող դրոշ ունեք։ Այո, մենք ունենք նկար։ Եվ դեղցեր ու դեղցուտ է պահում։ Դեղց է նկարած, ինքը պահում է դեղցի դրոշը։ Անվանումը։ Հա, կուզեմ իմանալ դեղցուտը այլ գյուղերից ինչով է տարբերվում։ Դա դեղցուտը իր քաղցրահամ մրգերով Ուր մտնես դեղց է լինելու։ Որ սեզոնին գանք, որում տուն մտնենք դեղցուտ ենք։ Ամառը եկեք։ Հուլիսին կամ օգոստոսին քաղցրահամ Կամ էլ եկեք ցոգոլ կտանք։ Հա։ Բան է, մայիսին, ապրիլի վերջերը։ Ապրիլի վերջերը գալիս ենք դեղցուտ Արմինեի հետ։ Այո։ Բարևում ենք Արմինեին։ Հիմա ուզում եմ ես իմանալ ձեր կարծիքը, գիտեք ինչ հետ կապված գյուղում ապրելու դժվարությունների հետ։ Դժվարություն չունեն։ Չկա ընդհանրապես։ Օրինակ ինչից եք դժգոհում։ Ինչ կուզենայիք որ փոխվեր։ Ես գոհ եմ։ Տրանսպորտ ունեք գյուղից դեպի Երևան։ ոչ չունենք Ունենք, բայց գյուղից չի, Խաշմերուկից է։ Խաշմերուկ։ Ինչ era։ Ոբշեմ, գյուղը մեջից չէ։ Մի խոսքով, երեխեք Արմինեն է զանգում։ Զանգենք խոսենք Արմինեի հետ։ Ես եմ կարոյ ֆանատ։ Դու ես կարոյ ֆանատը։ Բոլոր պրոդուկտները ունեմ։ Հիմա բոլորով ասում ենք բարև Արմինե։ Ասում ենք բարև Արմինե ու իր երգը երգում ենք, հա։ Բարև Արմինե։ Ինչպես ես։ ինչպես ես Երկրի։ ուրա Կոմիակը, չկա կոմիակը, գնացել է հերմեր, վայարա։ Արմինե տեսնում ես դեղցուտում աղջիկները քեզ շատ սիրում են։ Հիմա կասի դեղցուտը ի՞նչ է։ Գյուղը Արմինե, գյուղ։ Գիտես, ապրես։ Ինչից ենք խոսում տրանսպորտից, չէ։ Հիմա կա դեպի Երևան գնացող տրանսպորտ։ Չեք դժգոհում դրանից։ Իսկ դեպի Արտաշատ գնացող։ Ամեն ինչը կա։ Չեք դժգոհում։ Բա ինչի կարիք ունեք այստեղ։ ոչ մի բան Ամեն ինչ լավ է։ Բայց ես մի բան խնդրեմ, որ ինչ-որ ֆուտբոլի թիմ բացեն, Ահա, հենց մեր գյուղում, ահա։ ու Դա խաղահրապարակ։ հա, հրապարակ։ Դրա մասին էր մտածում։ Ուրեմն Ողջոն ասում էր Փաշինյանը գեղեցիկ գա ասել եմ խաղահրապարակ բացի։ եկեք հենց հիմա դիմենք Նիկոլ Փաշինյանին։ Ունենք այդ հնարավորությունը։ Խնդրենք, որ դեղցուտում կառուցեն խաղահրապարակ բոլոր խաղասարքերով եւ ֆուտբոլի խմբակ բացեն, հա, որ Արփին գնա ֆուտբոլ պարապի։ եւ գեղեցիկ եկեղեցի ես կուզեմ Եկեղեցի չունեք գյուղում։ Ունենք Փոքր մատուռ է։ Մատուռը։ Նաև եկեղեցի կառուցեք, որպեսզի մեր երեխաները գնան, աղոթք բարձրացնեն, մոմ վառեն, իրենց հոգու խոսքը հասցնեն Աստծուն։ Վաու։ Ապրես։ Աշոտ։ Նայ Արփին ինձ ինչ նվիրեց։ Աղով կոնֆետներ։ Տամ քեզ։ Ձմերուկ չեմ տա, սա ինչ միրգ է։ Մարակույա։ Քեզ մարակույա կտամ։ Ախպեր ես, պսի կոնֆետ չի տա։ Բարև ձեզ ընկեր Կարապետյան։ Բարև ձեզ։ Ես հոգեհարազատ դպրոց եմ այցելել։ Մեծ սիրով եմ ես եկել դեղցուտ, որպեսզի տեսնեմ, թե դպրոցը տարիներ անց ինչ տեսք է ստացել։ Եվ ինչ կարծիքի եղաք։ Ես տպավորված եմ ու ուզում եմ փոքրանալ, գալ ձեր դպրոցում սովորել։ Հիմա ընդհանուր քանի աշակերտ ունեք։ 123 աշակերտ ունենք։ Ահա, շատ լավ է։ Դպրոց քանի աշակերտի համար է նախատեսված։ 144։ Դեռ կարող են Այո, կողքի գյուղերից աշակերտներ գալ։ ունենք, այո։ Ճիշտ է, դպրոցի հիմա մի քիչ
ոնց որ չեն հերիքում ես, որովհետև 10-11-րդ դասանները տարբեր խմբերի են բաժանվում եւ այլն, բայց մեզ հնարավորություն է տրված այս վերևի մոդուլը օգտագործելով տարբեր դասանային միջավայրեր ստեղծել եւ տարբեր խմբեր տեղավորվել։ Ընդհանուր այսպես շրջանաձև է լինում ուսուցումը, այսինքն կաբինետներով են երեխաները շրջում, ովքեր օրինակ դաս ունեն քիմիա կենսաբանության դասարանում, այդ դասանը գնում են այնտեղ, հետո տեղափոխվում են ֆիզիկայի կաբինետ, հետո տեղափոխվում են աշխարհագրության կաբինետ, հետո համակարգչային, այդպես։ Ես տեսնում եմ, որ այնտեղ ունեք շախմատի դասասենյակ։ Այո։ Ահա։ Ունեք առանձին մարզադահլիճ, ամեն ինչով կահավորված։ Շատ գոհ ենք մենք մեր պայմաններից։ Դպրոցը ջերուցվում է։ Նշանակ եւ էկո համակարգով, արևային պանելներով եւ այլն։ Հենաշարժողական խնդիր ունեցող երեխաների համար նախատեսված բոլոր պայմանները, վերելակ, ցանհանգույց եւ ընդհանրապես ներառականությունը ապահովված է, թեքահարթակներ մուտքերի մոտ, մի խոսքով ամեն ինչ։ Մնում է, որ երեխաները լավ պահպանեն։ Մնում է պահպանեն, օգտագործենք իր նպատակին։ Ես վստահ եմ, որ լավ մասնագետներով հարուստ է դպրոցը։ Այո, մեր ուսուցիչները բոլորն էլ պատրաստված երկարամյա աշխատողներ են, այսպես ունենք նաև երիտասարդ կադրեր, որոնք այս նորարարություններով շատ հետաքրքրված են, մոտիվացված են, աշխատում են։ Ձեզ մաղթում ենք ամենակարևորը համերաշխություն, սեր, մեծ հարգանք վայելեք աշակերտների, ծնողների, ուսուցիչների կողմից։ Ամուր պետության հիմքը լավ կրթությունն է։ Իսկ լավ կրթություն ունենալու համար պետք է լինեն բարենպաստ պայմաններ։ Սիրելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ, ես ուզում եմ, որ ճանաչենք Դեղցուտի տաղանդավոր Արամին։ Դե Արամ ջան, ես սպասում եմ քո երգելուն։ Կարոտել եմ տունիմ հայրենի, դու ամրոցն ես հզոր հայրերի, ու մատուրն ես դու մեր քնքուշ մայրերի, հայրենիք աղոթում եմ Աստված պահպանի։ Օտարություն իմ կամքից անկախ, հայի ոգով ապրում եմ անվախ, ես կդառնամ ու իմ գիրկը քեզ կառնեմ, կփարվեմ, վախենում եմ կարոտս չառնեմ։ Քեզ խլել են, թալանել են, կալանել են, քո վանքերը ավիրել են տուն իմ հայրենի, խաչքարերը տարցունքներով կլվանամ, աղաչում եմ կանչիր թույլ տուր տուն դառնամ։ Այսօրվա դասը կապված է ազգային Հայաստանի կուսակցությունների հետ։ Եղել են 3 կուսակցություններ։ Եկեք ծանոթանանք։ Ես Լաուրան եմ Սահակյան, դասավանդում եմ աշխարհագրություն եւ բնություն առարկաները, այս պահին բնությունը 6-րդ դասարանի աշակերտներն են։ Մի րոպե, ինչքան շատ տղաք այս դասարանում։ Բացականեր ունեք։ Քանի հոգի են բացակայում։
1, իսկ դասարանում քանի հոգի եք? 11, մեծամասնությունը տղաներ են։ Ահա, քո անունը ի՞նչ է? Հեղինե ջան, հեշտ է արդյոք այսքան տղաների հետ նույն դասարանում։ Անկեղծ ասա։ Հա։ Տղաներ, իսկ հեշտ է քիչ աղջիկների հետ դասարանում։ Չէ։ Լավ են սովորում աղջիկները։ Իսկ տղաներից ովքեր են լավ սովորում, ձեռքեր։ Դու, օ, դու էլ նորմալ։ Երեխեք, ձեզ ասեմ, որ շատ գեղեցիկ, լուսավոր դպրոց ունեք։ Այն որ մեր ժամանակներում մենք կերազենք այսպիսի դպրոցում սովորել։ Ձեզ դուր է գալիս այստեղ ամեն ինչ։ Որ առաջին անգամ ներս մտաք դպրոց, տեսաք, ինչ տպավորություններ ունեիք, ուրախ էիք։ Ասում եք, գերանի մեզ, որ այստեղ ենք սովորելու։ Չէ՞։ Ինչի՞։ Ավելի լավ կլիներ չսովորեիք։ Չէ, կատակոզում, ոնց սովորել շատ կարևոր է։ Գիտեք, չէ, դպրոցի պատին գրված է լավ սովորիր, որ լավ ապրես։ Այո, եթե դուք լավ սովորեք, ապագայում շատ լավ մասնագետներ կլինեք ու կկարողանաք ձեր ընտանիքները շատ լավ պահեք։ Այն որ ձեր կանայք, տղաներ, չեն բողոքելու ձեզնից, ասելու են ամուսինս լավ էլ աշխատավարձ է ստանում։ Իսկ դրա համար պետք է լավ սովորեք։ Խնդրում եմ, որ դուք մեր հայրենիքը մաքուր պահեք։ Կապ չունի, որտեղ եք գտնվում Արտաշատում, Մասիսում, Դեղցուտում, որտեղ էլ որ լինեք, անպայման մեր հայրենիքին սիրով վերաբերվեք։ Իսկ սիրով վերաբերվել նշանակում է չախտոտել, չավիրել։ Ձեր ապագան Դեղցուտում պատկերացնում եք, տղաներ։ Ոչ։ Որտեղ եք պատկերացնում։ Անկեղծ եք այսքան։ Քաղաքներում եք պատկերացնում։ Թե Հայաստանից դուրս։ Հայաստանից դուրս։ Չէ։ Խնդրում եմ, այդպես մի մտածեք, էլի։ Ձեր ապագան անպայման պատկերացրեք մեր երկրում ու հատկապես ձեր ծննդավայրում։ Հայաստանում մի հատ տեղ ասեք, որտեղ պրոգրամիստ է պետք։ Դու ուզում ես ծրագրավորող դառնաս։ Ահա։ Ամեն տեղ էլ կա, որ ծրագրավորողի պահանջարկ կա։ Չէ, խաղերի ծրագրավորող եմ ուզում։ Ինչի։ Խաղերի։ Խաղերի։ Հա, դե Հայաստանում ասենց ասեմ, մեծ մասով խաղերի սպորտ չկա։ Հա։ Լրիվ երկու հատ խաղ եք խաղում։ Հիմա ում մոտիկ գաս ասես ինչ ես խաղում հեռախոսով, Free Fire, Brawl Stars։ Դու ուզում ես խաղեր ստեղծես։ Ահա, դե կարող ես Հայաստանում ստեղծել, էլ ինչի գնաս ուրիշ երկիր հասնես։ Պրոս չի լինի։ Կլինի։ Չի լինի։ Կլինի։ Ես վստահ եմ, որ տարիներ հետո, երբ որ դու մեծանաս, այդ ամեն ինչը կարող ես հենց Հայաստանում ստեղծել։ Օրինակ ծրագրավորողները ոնց պահանջված չեն։ Օրինակ դու իմաստը քո երկրից գնաս, եթե դու խաղ սարքի, իրան գցիր Google Play, Apple Store, ինքը մեկը սաղ մոլորակով այդ խաղը լնելու է, էլ իմաստը կավա գիտեք սարքելու ես ու մենակ քո հայրենիքում պետք է այդ խաղը խաղալ։ Ահա, տեսար։ Ուրեմն պետք է ապրել, արարել, ստեղծել հենց Հայաստանում։ Ճիշտ է։ Չէ, չենք ուզում որ գնա։ Ուզում ենք որ բոլորդ էլ մնաք մեր երկրում։ Որն է աշխարհի ամենալավ երկիրը։ Հայաստանը։ Ժամանակին չունեինք նման հագեցած լաբորատորիաներ, սարքավորումներ, իսկ գիտենք հագեցած լաբորատորիան այնպիսի միջավայր է, որտեղ կա ամեն ինչ ուսումնական նյութեր, մեր դասապրոցեսը հագեցած եւ նպատակային անցկացնելու համար։ Տեսնում եք, ունենք յուրաքանչյուր դասի համար նպատակային օբյեկտ, սարքավորում, որով կարող ենք անցկացնել մեր դասը եւ հասկանալի դարձնել աշակերտների համար։ Մենք էլ դրանից հաճույք ենք ստանում, որ մեր աշակերտները ակտիվ են, մասնակցում են դասերին։ Գիտեք, սրանից 10 տարի առաջ դպրոցներում չկար այսպիսի հնարավորություն, որպեսզի
աշակերտները փորձի միջոցով առարկան ընկալեն։ Այ եթե մեր ժամանակ, երբ որ աշակերտ էինք, այսպիսի հնարավորություն լիներ, հաստատ ես կենսաբանությունը, քիմիան, ֆիզիկան շատ կսիրեի։ Ունենք նաև բժշկությունը սիրող աշակերտներ, ունենք Ձիաննան պատրաստվում է գնա բժշկական, ինչ որ չափով հագեցած լաբորատորիան էլ օգնեց էլի։ Լաբորատորիայի շնորհիվ ես իմ մասնագիտությունն եմ ընտրել, շատ հետաքրքիր է, մենք տարբեր փորձեր ենք կատարում եւ այդ փորձերի շնորհիվ ավելի շատ հասկանում ենք մեր դասերը։ Արմինե, դեղցուտում ունեք ինտերնետ կապ։ Այո։ Եվ որ կապից են ամենաշատը օգտվում դեղցուցիները։ Դեղցուցիները ամենաշատ օգտվում են F-net-ից։ Ապրեք դուք, միշտ օգտվեք F-net-ից, որովհետև ամենաընտանեկան, ամենաարագ ու ամենամատչելի հարմար ինտերնետ կապն է F-net-ը։ Մարիամ, դու ազատ ժամանակ ինչով ես սիրում զբաղվել։ Նկարչությամբ։ Օ, փաստորեն ճիշտ մարդ եմ ընտրել։ Ես ուզում եմ Voice of Dream սոցիալական նախաձեռնության կողմից քեզ նկարչական ալբոմ նվիրել։ Այստեղ ինչ ուզում ես կնկարես, լավ։ Ինչ էլ կնկարես։ Ասեմ, որ Voice of Dream-ը նախաձեռնություն է սոցիալական, երեխաները, հատուկ ունեցող երեխաները այնտեղ գնում են, սովորում են, կրթվում են, զարգանում են, նկարչությամբ են զբաղվում ու իրենց նկարներից ստեղծում են նկարչական ալբոմներ, նոթատետրեր, գրիչներ։ Իդեպ, եթե ուզում եք լավ գործ անել, ապա կարող եք Voice of Dream-ի Facebook-յան, Instagram-յան էջերից այսպիսի նոթատետրեր, նկարչական ալբոմներ պատվիրել։ Ու ամբողջ գումարը կօգտագործվի հատուկ կարիք ունեցող երեխաների զարգացման համար։ Ուշադաշտեր շողի հելան դաշտերը կանաչ մանյակ։ Բոլորը ծերով մի ընտան, ոնց որ մի ընտանիք լինեն, այո։ Կողքի տան կողքով կասես, բոլորը կասեն, եկեք մի հատ ծրճվենք գնացեք։ Մեր մոտ այդպես է, ազնվությամբ։ Շատ հյուրընկալ հյուրասեր մարդիկ են։ Երևանից եկել եմ հարց։ Մնացել է տունը տարող չկար, վերջ եկա փլվա գյուղի մեջը։ Ես իմ ընտանիքից շատ գոհ եմ, շատ հարգում են, սիրում են, նույնիսկ հարցներից բռնած։ Ամեն ազնվությամբ շատ ընտիր, հենա հարևաններից ես կարող եք հարցնել, ամեն շաբաթ կիրակի հյուրեր ունեն, Զատիկ կիրակի օրերն էլ ամառային այստեղ լրի բացենում գալիս են հյուրերը լողանում են, այստեղ էլը կաչելյան ունենք, էլը նորից բաց կաթոռներ, ամեն ինչով դրված է։ Ինչ ֆլորան, ամուսնուանն ինչ է։ Նորիկ Կիրակոսյան։ Ինքս էի գյուղապետ եղել է։ Քանի տարի։ Հակին աշխատեց քանի տարի, հա։ Տեղցուտի գյուղապետներից է եղել։ Հա։ Նոր տվեց այս յուրային։ Փաստորեն ինքը գյուղապետ է եղել, որ ձեզ հետ ամուսնացել է։ Չէ, դե ուսանող էր։ Մենք առաջի տարվանից, ուսանողական տարվանից, ինք ուսանող էր Երևանում, ես գյուղում էի մնում, Կիսուր Կեսրարից հետ։ Քանի տարի որ ամուսնացած եք պարոն Նորիկ։ Համարյա 68 տարի է։ Ահա։ Իսկ իրար հաճախ եք ասում, ես քեզ սիրում եմ։ Չէ, մեր մեջ դες բան չկա։ Չի։ Դե ինքը գյուղի տղա է, շուտ այդ քանի տարեկան նապից բաներ չունի։ Ինչ անենք, չէ, հա։ Չի ասել, վերջ անգամ երբ ա ձեզ ասել։ Հետ չեմ էլ հիշում։ Վայ։ Թող սաղեր լսեն, որ իմանան։ Թող այդ չի ասել, ինչ կարամ ասեմ։ Նա այդ բանը չունի։ Մի ամսյակին ինչ ա ձեզ նվիրել։ Նա նվերներ չի սիրում տալ։ Ոչ նվերներ, ոչ սիրո խոսքեր։ Չէ։ Իմ երեխեքս ուրիշ են, լավ է, հորը չեն կաշի, դու սաղել իմանան։ Եթեր տա։ Հա։ Եթեր տա։ Հա, երեխեք ջան, դա ճիշտ բան է, խապելու բան չի։ Չեք բաժանվի, չէ։ Ինչ էր տես տարեքին։ Չէ, հա։ Ես շատ գոհ եմ, որ իդեալական երեխեք ունեմ, թոռներ ունեմ, ամեն բոլորն էլ բարձրագույն ավարտ, հարցներս, երեքներ, հա։ Տիկին Ֆլորա, ջան։ դե եկեք գիտեք ինչ անենք։ Ինչ անենք։ Այսպես կամերային նայեք, ասեք Նորիկ,
Ես քեզ սիրում եմ։ Չէ, էդի սուտ կլնի։ Չեմ կարացում։ Իրա պապու տատը գիտե որ այն չի, ոնց կարող ասեմ սիրում եմ։ Չէ, տամուտ բան չէ։ Հիմա իրար հարգում եք։ Հա, մի տան մեջ ենք ապրում, հա։ Սեր չկա։ Մեր սերն անցել, մեր սեր տվել ենք մեր հարցներին, երեխեքին, տորներից եմ տվել, տորներից։ Ոչինչ, այտենց հա։ Ինքը գյուղի տղա, ես քաղաքի տղա, ես ինչ որ ես եմ ուզում։ Հա, իշքա ճիշտ եմ ասում, սաղրդի ես ճիշտ խնդացող եմ, կարևոր ես ապրում եմ իմ երեխեքիս, իմ տղեկիս, իմ թորներից համար։ Տիկին Ֆլորա, ես ինչ խորհուրդ կտաք, որ երեխեքը ձեր խորհրդին հետևեն, լավ մարդ դառնալու համար։ Երեխեք ջան, դու մեծացեք, լավ մարդ դարձեք, բարձրագույն ավարտեցեք, ձեր տեղը գտեք, նեստեղ ամուսնացեք, որ կարողանաք սիրեք եւ միջևեր գնաք իր հետ միասին։ Այսինքն չնայեն այս տղեն հարուստա իր հետ ամուսնանա։ Հարուստությունը չէ, էդ էլ է պետք, երեխեք ջան, անպայման, հա, ամեն ինչն էլ պետք է։ Այո, ես որ ամուսնացել եմ, շատ նեղություն եմ քաշել։ Ես քաղաքից եկել եմ գյուղը, իրանք ոչ մի բան էլ չունեին, նոր սկսում էին։ Դիվատ ես էլ համակերպա, իրանց հետ, հա, ամեն ինչը գյուղով էլ քախանել արը չէ իմանում, ես էլ կովել կթեցի, իսկ հիմա էլ իրանց արածներին էլ չեմ հավանում արդեն, սովորել եմ։ Քան սովորես, այդքան մարդ ես։ Այո։ Տիկին Ֆլորա, գնալուց առաջ հարցն ենք, էլի, ինչ կուզեք, որ ձեր գյուղի համար անեն։ Պետությունը ինչ անի, որ ավելի լավ կյանք։ Ապտեկան։ Ապտեկա բացի։ Անպայման, ապտեկա չունենք, հա, շատ վաղ լինում է, որ ապտեկան դեղ չկա, չկարենք, մնում չենք իմանում ինչ անենք, ուր գնանք, ամենակարևորը ապտեկան է, երեխեք ջան, ամենակարևորը, որ սրանց չխնդրեն մեկը մունաթանի, չեմ կարա, եսի մեսա, այնա, իսկ օրնը մենք կգնանք կարնենք, կբերենք մեր հարցերը կլուծենք, բոլորս էլ մեծացել ենք, բոլորս էլ դեղի վրա ենք նստած։ Շնորհակալ եմ ձեզնից շատ ամեն ինչի համար։ Մենք էլ ենք շնորհակալ եմ, որ եկաք ինձ հյուրընկալեցիք, հյուրընկալեցիք, ես շատ ուրախ եմ, առիթ կլի մյուս անգամ էլ եկեք։ Դիանա ջան, ուրեմն մենք բազմաթիվ գյուղերում ենք շրջել, գիտես։ Նաև ասացիր, որ դու ես կոմենտ գրել, որ գան դեղցուտ։ Այո։ Ահա, բազմաթիվ մարդիկ այսպես գրել են եկեք դեղցուտ, վերջապես եկել ենք։ Ուրեմն տեսանք ձեր միջնակարգ նորակառույց դպրոցը, հիմա ուզում ենք իմանալ գյուղում ինչ ունեք, ինչ չունեք։ Մանկապարտեզ, որը շուտով արդեն վերջնականապես կկառուցվի ու մեր երեխաները արդեն կգնան այնտեղ։ Այսինքն գյուղում ընդհանրապես մանկապարտեզ չի եղել։ Չէ։ Դու մանկապարտեզ չես հաճախել։ Ես Երևանում եմ այցելել, Զեյթուն, որ այնտեղ եմ այցելել, հետո արդեն եկել եմ դպրոց առաջին կիսամյակից, առաջին դասարանի երկրորդ կիսամյակից արդեն եկա այստեղ։ Դրա համար չեմ կարող ասել այդ մի հարցին։ Հա, դե եթե մանկապարտեզ լիներ, տեսած կլինեիր հաստատ։ Ուրեմն չի եղել ընդհանրապես։ Չի եղել։ Նոր են կառուցում։ Նոր են կառուցում։ 3 գյուղերի համար։ Այո։ Ահա, շատ լավ։ Հետո մշակույթի տուն ունեք։ Այո։ Խմբակներ կան գործող մշակույթի տանը։ Եղել են ու հիմա պարային համույթ է այնտեղ գործում, որտեղ էլի մեր աշակերտներն են ապարում։ Սպորտային խմբակներ չկան։ Դեռ ոչ։ Բայց երևի կլինեն, շատ հուսով եմ, բայց կուզեմ լինեն։ Իսկ կյանքը ձեզ համար ինչպես է անցնում այստեղ։ Շատ հետաքրքիր։ Հիմա արդեն մեծացել ենք, շատ դուրս չենք ելնում խաղում երեխաների հետ։ Հիմա ավելի շատ ելնում զբոսնում ենք, բայց շատ հետաքրքիր է անցնում։ Ամեն մեկ իր դասերով, իր զբաղմունքներով, ամեն մեկի իր հետաքրքրասիրություններն ունի, այտենց զբաղվում ենք։ Լինում է, որ երեկոյան դուրս գաք զբոսնեք գյուղում։ Ամեն օր դա լինում է։ Չէ։ Այստեղ բոլորը իրար ճանաչում եք։ Այո։ Լուսավորված է գյուղը։ Այո, միանշանակ դա մեզ ավելի շատ օգուտ է տալիս։ Իսկ տրանսպորտի հետ կապված խնդիր ունեք դեպի Երևան կամ Արտաշատ հասնելու։ Մի քիչ դուրս գանք Կիրակի օրերին, բայց մնացած օրերը շատ ուրախ ենք, որ գոնե կարողանում ենք գնել։ Այսինքն դեպի Երևան հնարավորություն կա գնալու տրանսպորտով։ Դեպի Երևան հնարավորություն կա, դեպի Արտաշատ կա։ Հենց գյուղից միանգամից Երևան չկա ավտոբուս։ Հենց գյուղից չէ, բայց այդ տարբեր գյուղերից, որ արդեն գալիս գնում ենք։ Օգտվում եք հարակից գյուղերի տրանսպորտից։ Շատ ուրախ ենք, որ ստեղծվել են ուսանողական հատուկ ավտոբուսներ։ Իմ քույրը ուսանող է ու ինքը երթևեկում է ուսանողական ավտոբուսով։ Ու շատ լավ է։ Այո, հատուկ ստեղծվել են։
Շուտով դու էլ կդառնաս ուսանող ու չես մտածի ինչով եմ գնալ գալու։ Արդեն որ ստեղծվել են ուսանողական ավտոբուսներ, միանշանակ երթևեկեմ ուսանողական ավտոբուսներով։ Գյուղում ինչի կարիք ունեք ավելի շատ։ Ձեզ համար, երիտասարդների համար, ինչ կցանկանայիք, որ ստեղծեին, կառուցեին։ Անկեղծ ասած, ես իմ կարծիքով եմ ասում, ուրիշների կարծիքները այդքան չեմ լսել, ես կուզեի դեղատուն լիներ, որովհետև երբ որ մեզ պետք է հասնել տեղատուն, մենք գնում ենք կողքի գյուղ ու դա մի քիչ շատ, որովհետև կան մարդիկ, որ մեքենա չունեն ու այն ժամին է պետք գնալ, որ երթուղային տրանսպորտ չկա, դրա համար մեզ պետք է լինի տեղատուն մեր գյուղում։ Մենք նաև սեփական եկեղեցի չունենք, ոնց տեսնում եք, արևշատ, կանաչուտ եկեղեցիներ ունեն, ու ես կուզեմ նաև ունենանք եկեղեցի։ Վերջերս Աբովյան գյուղում էինք, այնտեղ էլ չունեին տեղատուն։ Հիմա նորից կոչ եմ անում ժողովուրդ, եթե ուզում եք բիզնես հիմնադրել, ապա մեր գյուղերում տեղատուներ բացեք։ Գիտեք, այս մարդիկ ձեզ ինչքան կօրհնեն, չէ՞։ Այո, տեղատուն շատ կարևոր է։ Էմիլի Ֆարմ տեղատների ցանցին ասենք տեղատներ բացեն գյուղերում։ Շատ լավ կլինի։ Արևիկ, սա մեր մշակույթի տունն է, իսկ սա հավեր շիշատակսովված ստեղծություններին տեղադրել է Կոյրուն Վարդանյանը։ Նաև ունենք գրադարան, որտեղ մեր երիտասարդները այցելում եւ գրքեր են կարդում։ Շատ հետաքրքիր, իսկ այդ միջոցառումները կազմակերպում է մեր գրադարանավարուհին։ Նաև գիտեմ, որ տարիքով մարդկանց համար, մեծահասակների համար կա հատուկ սենյակ է, այո, հատկացված, որտեղ նրանք իրենց զբաղմունքն են արդեն անում, խաղում են նարդի, շախմատ։ Հիմա այնտեղ մարդիկ կան։ Անկեղծ չգիտեմ, բայց ժամանակներ կան, որ լինում են շատ մարդիկ։ Ես այս տարածքը հիշեցի 22 թվականին, որ եկել էինք ձեր գյուղ, այստեղ էլ էինք եկել։ Հա, բացօթյա տաղավար ունեք, այդտեղ ամառն են ժամանակ անցկացնում։ Այս բասեյնը, որը մի փոքր վնասված էր, բայց նրանք էլի կարողացան վերականգնել։ Այսինքն ամռանը ջուր է ցայտում։ Այո։ Գալիս եք այստեղ եք։ Վարդավառը մենք այստեղ ենք անցկացրել։ Ահա։ Մեր ընկերներով։ Իսկ այդ կարող ես Արտաշատի բարբառով ասել։ Անկեղծ չէ, բայց կարանք ասես մի հատ փոքր հատված ասեմ, Արտաշատ սուխացուտողը բալա չի բերի։ Վստահ եմ, որ կբերի։ Ու կարող եմ այդ մի փոքր բան է հիշել։ Արևիկ, սա մեր մշակույթի տան հանդիսությունների սրահն է, որտեղ ներկայացվում են բազում միջոցառումներ ու այս վերջերս ունեցանք նաև ապրիլի 7-յան հետ կապված միջոցառում, շատ գեղեցիկ ներկայացրեցինք, որտեղ նաև ներգրաված են եղել մեր աշակերտները։ Ու սենց շատ հետաքրքիր է ու տարբեր միջոցառումներ, հունիսի 1, մարտի 8 տարբեր միջոցառումներ իրականացվում են հենց այստեղ։ Մենք նախկինում ունեցել ենք նկարչական կավագործության խմբակներ։ Դիանա, ես գիտեմ, որ դու շատ լավ ես երգում ու կցանկանամ մի կատարում նվիրենք դեղցուցիներին։ Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի եւ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի ու պատուհանիդ լուր կարտասվի ու պատուհանիդ լուր կարտասվի Ճիշտ է, ես երաժշտ տենց դասերի չեմ գնացել, ինքնուստ է։ Դրա համար մի փոքր իմ համար պատասխանեցում իմ երկել իմ մոտ։ Երեխեք, վատ էր։ Չէ։ Շատ լավ էր, ծափահարություններ։ Կապուտակ երկինք, վարասխու արեգակ, մեր չկնավ աշխար, դու մեր մոլորակ, ցանկանում եմ ես, որ քո լույսով անմար, միտք ու սիրտ ջերմացնես դու մարդկության։ Դեղցուցիներ ջան, քանի որ մեր ժամանակը սպառվում է, Աշոտը կյանքս կերավ ասում Արևիկ, վեդի պիտի հասնեմ ես։
Շուտ արա, արագացրու։ Շատ շնորհակալ ենք ձեզնից, որ այսքան լավ մեզ ընդունեցիք, անկեղծ եմ ասում, ամեն անգամ գյուղ գնալիս իմ մոտ լարված իրավիճակ է լինում, ասում եմ, բա որ գնամ, մարդիկ չխոսեն, տեսախցիկից վախենան, ինչ ա լինելու էլի վերջում։ Այդպես մտածելով գալիս եմ ու շատ երջանիկ եմ, որ դուք հյուրընկալ եք, սիրում եք, որ գալիս են, նկարահանումներ են անում ձեր գյուղի մասին, ի վերջո ամբողջ աշխարհը կիմանա այսպես։ Հիմա ես ուզում եմ ձեր բարեմաղթանքը լսել նվիրված թե դեղցուցիներին, թե մեր հայ ազգին։ Ամբողջ հայազգին մաղթում եմ երջանկություն ու խաղաղություն, եթե բոլորս լինենք երջանիկ ու միմյանց հանդեպ լինենք բարի, այդ չարախոսությունն ու այդ չար ուղղակի կանհետանան։ Պետք է ամեն մեկս մեր հանդեպ լինենք բարի եւ մյուսների հանդեպ։ Սիրենք միմյանց եւ միշտ իրար հետ լինենք։ Միասնական միասնությունից ստեղծվում է նաեւ խաղաղություն։ Այո։ Կարևորը ճիշտ է ասում Դիանան, իր խոսքը ես շատ սիրեցի։ Մաղթում ենք ձեզ երջանկություն, թե աշխատանքի ոլորտում, թե անձնական կյանքում, որ դուք բոլորդ երջանիկ լինեք, սիրված լինեք ու այդպիսով չարագործություններ չեք անի։ Մեր երկրում հիմա շատ է տարածված ամեն ստից խոսքից իրար սպանում են, ժողովուրդ վերջ տվեք, հայ ենք վերջի վերջո։ Երեխեք, այսպես գյուղով շրջեցինք միասին, անկեղծ եմ ասում, ձեր գյուղի մաքրությունը ինձ գրավեց։ Այո, մեր գյուղի մարդիկ շատ մաքրասեր են, ինչպես նաև դուք նշեցիք, շատ հյուրընկալ են ու մենք մեծ սիրով էլի ձեզ կհյուրընկալենք, կսպասենք։ Չգիտեմ, բայց շատ ուրախ ենք, որ ձեզ էլի կտեսնենք։ Այո, ես այսպես մրսում եմ, դու չես մրսում, կապտել ես, հեսա գնալու ես հիվանդանաս, ասես արևիկենք էին մեղավոր, եկան ինձ մրսացրին, գնացին։ Սալից պաշտպանում է։ Հա։ Կգնաս անպայման տակտեյ կխմես, որ չհիվանդանաս։ Մեծ սիրով։ Ես դողում եմ արդեն։ Շատ մրսում։ Ապրեք, երեխեք, գնացինք։ Լավ եղեք, հաջորդ անգամ Արմինեին էլ կբերենք, լավ։ Այո։ Գանք մի լավ բան անենք։ Ձեզ հետ, Արմինեի հետ։ Հաջորդ անգամ արդեն ծանոթ կլինենք, էլի իրար։ Մեծ սիրով։ Մյուս անգամ կսպասենք։ Նախշուն Հասմիկ, շնորհակալ եմ այս գեղեցիկ հուդի համար։ Ասեք, որ շատ սիրուն է։ Ժողովուրդ, ես բոլորիդ շատ սիրում եմ, ապրեք, որ այսքան լավն եք, ապրեք, որ միշտ մեզ սպասում եք։ Դե մեկնաբանություններում գրեք ձեր գյուղի անունը, որպեսզի այցելենք ու պատմենք, խոսենք ձեր գյուղի մասին։ Շնորհակալություն Էմիլի Ֆարմ դեղատների ցանցին, ինչու էսպես արեցի, չգիտեմ, Աշոտ էսպես արեց, ես էլ ավտոմատ էսպես արեցի։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր գլխավոր հովանավոր Էֆնե Տելեկոմ ընկերությանը, որը միշտ մեզ հետ է, միշտ մեզ օգնում է, որպեսզի բացահայտենք Հայաստանի գեղեցիկ բնակավայրերը։ Ես իմ հայրենիքը շատ եմ սիրում ու իմ ապագան պատկերացնում եմ միայն Հայաստանում, հորդորում եմ, որ բոլորդ իմ չափ սիրեք մեր երկիրը ու մեր մասնագիտություններ ընտրենք հանուն մեր երկրի զարգացման, այլ երկրներում ապագա չորոնենք։ Սիրելիներս, դե կհանդիպենք նորից Արարատի եթերում, ես շատ եմ մրսում, ցտեսություն, դեղցուտ։